Պարոն Սաղաթյան, դուք ասում եք, որ ընդդիմության հետ համագործակցված մյուս ուժերի, ընդդիմությունը համագործակցված է։ Նախքան արդեն քննարկումներ բոլորը ձեր տեսակետը կիսում են եւ ինչ է տալու օրինակ մանդատներ վերցնելը եւ չվերցնելը։ Ես այդ հարցի մեջ այս բան չեմ ուզում խորանալ, որովհետև ասեցի, մինչև այդ հարցին անդրադառնալը ու այսօրվա այս ամեն ինչի նպատակները նաև նա էր, որ մեր հանրությանը տեղակ պահենք, հիմա ընդդիմությունը, կոնկրետ Հայաստան դաշինքը ինչ քաղաքական իրավական գործընթացի մեջ է։ Այս հարցերի պատասխանը ունենալուց հետո մենք մեր ընտրողների, մեր հանրության հետ խոսելու ենք բաց, ուղիղ, փաստերով, բոլոր հիմնավորումներով մեր ցանկացած որոշման պարագայում։ Հետևաբար այս բան ես չեմ ցանկանում քննարկել, պահելն է արդյունավետ, մանդատները վերցնելը, չվերցնելը, այս հարցերի պատասխանը ունենալուց հետո մենք ժամանակ ունենք շատ բաց խոսելու ենք մեր հանրության, մեր հասարակության, մեր ընտրողների հետ ցանկացած որոշման հիմնավոր պատճառաբանությունը ստանալու են։ Հետևաբար այս բան չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, ընդհանրապես ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, մեր ընտրողներին, որ ինչ որոշում որ ընդունենք, դա պայքարի տրամաբանությունից է ելնելու եւ փորձելու են գտնենք ամենաարդյունավետ ճանապարհը։ Արդյունավետ ճանապարհը։ Շրջանում հրապարակված բազմաթիվ հարցումներ շատ ավելի բարձր արդյունքներ է կանխատեսում միասնական ընդդիմության համար։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այս աստիճան տարբերությունը, արդյունքների, դա էլ է ձայնագրության, ընտրախախտումների։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Ակնհայտ իշխանությունը իր վարչական պետական ռեսուրսներով, նաև անօրինական, հակաօրինական, երբեմն հակապետական, երբեմն սահմանադրական կարգ տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտել է եւ կիրառել բազմաթիվ սահմանափակումներ։ Ապօրինությունների շարքին վերջ չկա, իմիջիալոց այդ մասին եւս մենք համապատասխան փաթեթներ պատրաստում ենք։ Մեր համար իհարկե ինչ որ տեղ պետք է հասկանանք ընտրողների այդ ծավալը եւ կրկնակի քվեարկությունների հնարավորությունը դա ինչպես է տեղի ունեցել։ Ակնհայտ է այդ գաղտնի ցուցակներով, որը չի հրապարակվում, այստեղ մենք լուրջ եւ ծանրակշիռ մտահոգություններ ունենք, սա ոնց է տեղի ունեցել։ Բայց այս պահին, քանի որ փաթեթ է պատրաստում սահմանադրական դատարանի համար, ձեռնպահ կմնամ ավելի մանրամասների մեջ խորանալու, բայց մեր համար ակնհայտ է, որ որոշ բաներ տեղի ունեցել։ Ես կարծում եմ, այստեղ չունենք պայմանավորվածություն նաև այս ձեր հարցին, չունենք վերջնական խոսակցություն, բայց կարծում եմ, որ մյուս ընդդիմադիր ուժերը եւս այս ճանապարհով կգնան։ Հիմա դա կլինի միասնական փաթեթով, թե առանձին, դա չենք որոշել, չենք քննարկել, որոշում չունենք այդ իմաստով։ Բայց դուք ամենայն դեպս անկախ նրանցից դիմելու եք։ Այո, մենք դիմելու ենք։ Սաղաթյան, ճիշտ հասկացա, մանդատ վերցնել, չվերցնել հարցեր չենք քննարկում, կոնկրետ Հայաստան դաշինքի մասով։ Գնում ենք վերահաշվարկի որոշում տեղամասերում, դիմում ենք սահմանադրական դատարան, դրանից հետո նոր որոշում ենք մանդատ Դրանից հետո նաև խորհրդակցելով ՇՄ անցած ուժերի հետ կգանք այդ որոշման։ Այո, ամբողջությամբ ճիշտ եք ասում, այս փուլում մենք բողոքարկում ենք արդյունքները, դրանից հետո գնալու ենք սահմանադրական դատարան, ըստ այդ արդյունքների խորհրդակցելով ՇՄ արտարած ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև առնվազն մեր պարագայում գոյություն ունի ավելի խոշոր ընդդիմադիր միավոր եւ միասին որոշում ենք կայացնել։ Կա մարդկանց մի խումբ, որ ասում է ամեն դեպքում այս process-ներից հետո էլ ստացվում է, եթե մանդատը վերցնում են, ոնց որ Փաշինյանը շարունակում է թագավորել, ընդդիմությունը գնում է իր մոտ ընդդիմություն աշխատելու։ Այս տեսակետը Ես այս պահին, քանի որ որոշում չունենք, չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքել, ամբողջ ընթացքում խանգարել են, իրենք այդքան ճոռոմ եւ մեծ խոսելու ու իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն։
մենք քննարկենք, նորից եմ ասում, կխորհրդակցենք, այս ամեն ինչը հաշվի առնելով այդ որոշումը կկայացնենք։ Այդ որոշումը բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ Ես չգիտեմ նախորդ 5 տարի Նիկոլի մոտ ով աշխատել, չնայած շատերին գիտեմ, շատ անվանական գիտեմ, բայց առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով։ Ու թող ամեն մեկը նաև իր տեղ իմանա, էլի գնալ աշխատել, չգիտեմ ինչ։ Ես ասում եմ, մենք որոշում չունենք, ու այդ որոշումը բացատրում եմ, երբ կարող ենք կայացնել։ Ես ընդհանրապես այս բանին մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ, նախ չպետք է հուսահատվել, պանիկայի մեջ լինել, էմոցիաներով առաջնորդվել, չնայած ամբողջությամբ հասկանում եմ։ Ես իմ 15 տարեկան տղային այս վերջի 24 ժամը շատ դժվարությամբ եմ բացատրում, այս ինչա կատարվել, որովհետև խնդիր կա, փողոցում մարդիկ տեսնում են, հուզված գալի փաթաթվում են, լացում են, չեն համակերպվում, իրականում ծանր մթնոլորտ է, թրքապատակ իշխանությունը, որը երկիրը տանելու է մի նոր փորձության, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրությունը ապահովել։ Սա իհարկե ծանր հարված է, ծանր հարված այն մարդկանց համար, ովքեր դուրս են եղել պայքարի, միջայլոց մեկ անգամ եւս շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որ այս ռեպրեսիաներին չընկրկեցին, ճակատները բարձր կռիվ տվեցին ու իրանք իրոք կռիվ են տվել հայրենիքի համար, ու այս պայքարը պետքա շարունակել ճիշտ տրամաբանությամբ։ Հետևաբար թող որևէ մեկը, հիմա ես տեսնում եմ, էլի, ասենք 2000 ձայն է մեկը հավաք է, հեռախոսը միացնում սկսում է հոխորտալ, սենց արեք, ընենց արեք։ Լավ, դու այդ իրավունքը ունես, հիմա մեզ ասես մենք ոնց անենք։ Նման մարդկանց մասին չի խոսքը, այն մարդկանց, ովքեր որ վերջանգնությանը քվե են տվել եւ ակնկալում են, որ այդ քվեն տեղ հասնես։ Ցանկացած մեր, տեսեք, մենք մեր վերջապես ավելի սենց շատ անկեղծ բարձ ասեմ, էլի, մեր հենարանը մեր ընտրողներն են։ Առնվազն այս փուլում, մեզ ձայն տվածներն են, մենք ինչ որոշում որ կայացնենք, պետք է հասկանանք ոնց ենք անում, որ այդ պայքարը ավելի ընդլայնենք եւ հասցնենք ճիշտ հանգրվանին։ Այս բանը կարող եմ ասել, որ մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ հաշտվել, համակերպվել չի լինելու։ Սրանով աշխարհը չի փլվել եւ վերջացել ու դեռ մենք բազմաթիվ ուղիներ կան պայքարելու, մեր պայքարը շարունակելու ենք, ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Բայց հասկանում ենք նաեւ այդ հիասթափությունը, այդ վրդովմունքը, որ մեր հայրենակիցները ունեն։ Մեծ ակնկալիքով, մեծ հույսով, ծանր զրկանքների գնով պայքար են մղել, որ այս իշխանությունը չլիներ։ Դեռ կա, դրա համար պետք է գտնենք ճիշտ լուծումներ պայքարը շարունակելու համար։ Այս բանին նորից եմ կրկնում, իմ նպատակը մեր հայրենակիցներին տեղեկացնել, թե մենք ինչ ընթացքի մեջ ենք եւ մեր հաջորդ քայլերը որն են լինելու, որտեղ մարդկանց մոտ տպավորություն կա, որ անընդհատ եթե չենք խոսում, ինչով եք զբաղված, ցանկանում է ընդհանրապես ասել, ինչ process-ների միջով առաջիկա օրերին պետք է անցնենք։ Սաղաթելյան, միջազգային դիտորդները գիտեք լավ կազմակերպված են համարում հայաստանյան վերջին ուղղությունները, դուք ինչ փաստերով եք գնալու սահմանադրական դատարան։ Ունեք այդ հիմնավոր, բավականին, այո, բավականին։ Ես հիմա չեմ ուզում այդ մասին կիսատ բաներ ասել, որովհետև բավականին հիմնավոր մի քանի ուղղություններով պատրաստում է, բնականաբար ամբողջ ծավալին, փաստերով, նյութերով, օրինակներով, ամեն ինչին ծանոթանալու եք ու ինքը բավականին ծանրակշիռ է լինելու։ Իսկ ինչ վերաբերում միջազգային դիտորդներին, նախ դուք տեսակ ոչ միանշանակ գնահատականներ կա այնտեղ, նաև մի շարք ընտրախախտումների, ապօրինությունների, վարչական ռեսուրսի մասին անդրադարձ կա, բայց անկեղծ որ ասեմ, նաև նախընտրական շրջանում ու դրանից առաջ շատ դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպությունների պահվածքից արդեն մեր ակնհայտերը, որ իրենք ոչ թե պարզապես իրականացնում են դիտորդական առաքելություն, այլ իրենք իշխանության կողմը բռնած միավորներ են, հակառակ պարագայում են խայտառակ ապօրինությունները, որ տեղի էին ունենում, իրանք մի անգամ պատշաճ եւ ամբողջական կարձագանք էին։ Հետևաբար մենք ակնհայտ տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառում եւ եթե սա է ժողովրդավարության մասին միջազգային կազմակերպությունների պատկերացումները, ցանկանում եմ հենց սենց ժողովրդավարություն լինի իրանց երկրներում։